Հարգելի ըստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Դուք առաջին անգամ եք մեր տաղավարում։ Այդպես է ստացվել։ Այո։ Պարոն Հակոբյան, պետք է բնականաբար զրուցենք հրապարակված փաստաթղթերից։ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր ասել էր սկանավորելու եմ եւ բանակցային գործընթացի կարևոր փաստաթղթեր հրապարակեմ եւ հրապարակեց 13 թուղթ կառավարության էջում Սերժ Սարգսյանի նամակը եւ այլ կարևոր թղթեր այդ գործընթացին վերաբերող եւ ինչ կասեք այս մասին, ինչ կարևոր այնտեղ կետեր կան եւ ի վերջո սա հոգուտ իշխանության է աշխատելու թե ընդդիմության։ Նախ ասեմ, որ այս փաստաթղթերի մասին այնքան է խոսվել եւ նախորդ, այսպես ասենք, տասնամյակներում, այսինքն ամբողջ process-ը ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ ջրի երես է դուրս գալիս, որքանով էլ դա կոնֆիդենցիալ էր։ Այսինքն այն բոլոր փաստաթղթերը, որ ինքը հրապարակել է, որոնք մինչև 19 թվականի, դրանք մեծ մասամբ հայտնի էին հանրությանը կամ պրոֆեսիոնալ հանրությանը, հա, այս առումով, այնպես որ առանձնապես նորություն այդ ամեն ինչում չկար, նույնիսկ 19 թվականի այդ հունիսի փաստաթուղթը, որը որ առաջի անգամ է հրապարակվել, դրա մասին էլ ըստ էության այնքան է խոսվել եւ դրա շուրջ էր հիմնական դիսկուսը առաջացել ընդդիմության եւ Նիկոլ Փաշինյանի միջև, եթե հիշում եք, եւ Նիկոլ Փաշինյանը հիշում եք, որ սկզբում ասում էր, որ նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի, հետո խոստովանեց, ասեց, գիտեք, հա, գոյություն ունի, բայց ինչ չի ուղղված, այլ նախագահ է այնտեղ գրված, այսինքն բավական ծիծաղելին հենց մանկամիտ ինչ որ բաներ էր, էլի, այսինքն մանկամիտ լսարանի համար էր այդ ամեն ինչը, բայց քանի որ արտահոսքեր կային, այնպես որ ասել, որ շատ մեծ նորություններ կար, օրինակ ինձ համար ես չեմ կարող ասել, թեպետ 19 թվականի փաստաթղթին ես բնականաբար ծանոթ չէի սկզբն աղբյուրից այս առումով։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ դա տվեց, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ է հետապնդում։ Նախ եւ առաջ ինքը շատ լավ հասկանում է, որ նախընտրական շրջանում, առավելևս հենց նախընտրական փուլում, այս թեման դառնալու է ընդդիմության գլխավոր թեմաներից մեկը, թե ինչը բերեց 20 թվականի պատերազմի աղետալի արդյունքներին եւ հետևանքներին, նախ եւ առաջ բնականաբար մարդկային զոհերին, ինչպես այդ ամեն ինչը եղավ եւ բնականաբար անընդհատ նշվելու է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի 19 թվականի այդ հնարավորությունը չօգտագործեց 2019 թվականի հնարավորությունը եւ երկիրը բավականին սրընթաց հասցրեց մինչեւ պատերազմի հնարավորությանը։ Այդ փաստաթուղթը ես կարծում եմ դա առաջի պատճառն է եւ երկրորդ պատճառը, որ հիմա է հրապարակվում, այսինքն ինքը հասկանում է դա, որ միևնույն է դա լինելու է եւ գիտեք քաղաքական տեխնոլոգների մոտ երբ ժամանակից շուտ դու ինչ որ մի բան ինքդ ես հրապարակում, կոչվում է վակցինացիա, այսինքն փորձում է ժամանակից շուտ թեման դնել շրջանառության մեջ, գոլոշի բաց թողես, որպեսզի ամենասուր ֆազայում, նախընտրական սեզոնում դրա մասին այլևս ոչ ոք չխոսա, բոլորի համար հայտնի լինի։ Բայց բացի այդ, ինձ թվում է դուք էլ համաձայն կլինեք, որ այս հրապարակելիս այս 13 փաստաթուղթը նա վստահ իմացել է, չէ, որ օրինակ հանրության մեծ մասը չի մտնելու այդպես կարդա, ուսումնասիրի, այ այդ ֆոնն է մնալու, որ ես թափանցիկ եմ եւ ես հրապարակել եմ բանակցային ողջ process-ը։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ ես թափանցիկ եմ, ես ներկայացրել եմ բանակցային ֆոնը, այս փաստաթղթերը իսկապես պրոֆեսիոնալ այնուամենայնիվ հանրության համար են, որոնք խորանում են ամեն դետալի մեջ, որոնք ընդհանրապես պատրաստված, ասպես ասենք, մարդիկ են, որոնք ամբողջ ընթացքը ուղեկցել են արցախյան պրոբլեմը, բնականաբար դրա մասին է խոսքը, բայց միևնույն է, ինքը շատ լավ հասկանում է, որ ընդդիմության մեջ էլ կան մարդիկ կամ թեկուս կամ նույն լրագրողները, վերլուծաբանները, իրենք շեշտադրումը դնելու են ամենակարևոր կետերի վրա, այսինքն որևէ մեկը չի նստելու ուղիղ եթերում կամ ձայնագրությամբ ամբողջ փաստաթուղթը կարդա, այլ ուղղակի հենց սա են ասելու են 19 թվականին առաջարկվում էր այս տարբերակը, որը մեզ տալու էր առնվազն ժամանակ, որովհետև արդեն հասկանալի էր, որ միևնույն է ինչ որ մի փուլում պատերազմ է լինելու,
ժամանակ է առնվազն տալու եւ եթե այդ ճանապարհով գնար Նիկոլ Փաշինյանը, ապա մենք հիմա կունենայինք, ես համոզված եմ, որ գոնե այս պայդրությամբ կունենայինք փաստացի անկախ Արցախ եւ process, որը որ ընդհանրապես նոր կարող է սկսված լինել, որովհետեւ երբ խոսում են, ասենք 5 շրջանի վերադարձման մասին, գիտեք, դա յուրաքանչյուր կետը ինքը տարբեր ենթակետեր ունի։ Այսինքն այնքան դետալներ կան, որ յուրաքանչյուր շրջանի հանձնման հետ վերադարձման, ինչպես այնտեղ էր գրված, կետը կարող է տարիներ տևել ընդհանուր առմամբ։ Այսինքն դա նույնպես կարող է տասնամյակներ տևել։ Դրա համար եմ ասում, առնվազն ժամանակ էինք շահում, եւ եթե ասենք մենք օրինակ անընդհատ շեշտում ենք, որ դա շանս էր, ոչ միայն պատերազմից խուսափել, այլ նաեւ պահպանել փաստացի ամեն ինչ որ մենք ունեինք մինչեւ 20 թվականի պատերազմը, դա այնուամենայնիվ ազդելու է հանրության վրա, առավելևս այն հանրության վրա, որոնք արդեն տրամադրված են չընտրել այսօրվա իշխանություններին։ Առհասարակ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը ինքը հիմնականում կամ իր մանիպուլյացիաները, իր մեսիջները, որը ինքը հնչեցնում է կամ հնչեցնելու է այս փաստաթղթերի հետ կապված, դեռ հնչեցնելու է, համոզված եք, չէ՞, դուք եք համոզված, որ դեռ սրա մասին երկար խոսվելու է, ուղղված է իր ընտրազանգվածին հիմնականում։ Հիմնականում իր ընտրազանգվածին եւ գուցե այն 50-55%-ին, որոնք այսպես կոչված մենք համարում ենք չկողմնորոշված։ Պարոն Հակոբյան, ավելի շատ այսպես շրջանառում են հատկապես այն հատվածում, մենք էլ եթե այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ քննարկվել է, թեև դա ոչ ֆորմալ հաստատված փաստաթուղթ է, ամեն դեպքում քննարկվել է կոնկրետ Մեղրիի փոխանակում ադրբեջանցիների վերադարձը։ Գիտեք, ընդհանուր առմամբ նախ եւ առաջ երբ մենք սկսեցինք մեր հարցազրույցը, դուք ասացիք, որ փաստաթղթեր է հրապարակվել, նախ եւ առաջ երևի արձանագրենք, որ ոչ բոլոր փաստաթղթերն են։ Օրինակ նույն Քիվեստի փաստաթուղթը, թե ինչ է այնտեղ օրինակ խոսվել, ինչի են եկել, ընդհանրապես չի ստորագրվել, ընդհանրապես չի հրապարակվել։ Ինչ վերաբերում է Մեղրի հանձնման շուրջ քննարկումներ եւ այլն, գիտեք, գործընթացը պետք չի խառնել արդյունքի հետ ընդհանրապես, որովհետև մենք կարող ենք ամեն ինչի մասին խոսել, բայց կամ որևէ բանի չհասնել, կամ բացարձակապես ուրիշ արդյունքի հասնել։ Հիմա տվյալ պարագայում, ասենք, օրինակ, ես պրոյեկցեմ ռուս-ուկրաինական, գործընթացի վրա։ Այս գործընթացում որերորդ արդեն փաստաթուղթն են փաստացի քննարկում, այսինքն դրվում է սեղանին փաստաթուղթ, քննարկվում է, մերժվում է, այնքան է ձևափոխվում, որ արդեն անընդունելի է դառնում, անճանաչելի է դառնում կողմերի համար, որոնցից մեկը ասենք դրա հեղինակն է կամ դրա կողմնակիցն է եղել, այսինքն քննարկել կարելի է ամեն ինչ, կարող է առաջարկած լինեն Մեղրու փոխանակման տարբերակը, որից հետո քննարկվի տարբեր մոդիֆիկացիաներ լինեն, տարբեր այսպես ասենք նյուանսներ առաջ քաշվեն եւ արդյունքը լինի տրամագծորեն հակառակը։ Բայց պարոն Հակոբյան, հանրության մեջ այդ նստվածքն է, չէ՞, մնում որ նախկինները քննարկել են Մեղրիի հանձնումը, այդ նստվածքն է նրանց։ Բայց այո, կարող է այդ նստվածքը կա, բայց ես կարծում եմ դա նույնպես հիմնականում այդ նստվածքը կարող է նստվածքը որպես որոշում դառնալ ընտրություններ, որտեղ հիմա ինչ որ արվում է, դա ապագա ընտրությունների համար է արվում։ Դե բնականաբար։ Դե բնականաբար, այո, այսինքն կարող է այդ նստվածք լինել, կարող է կասկածներ լինել, բայց ես կարծում եմ այն զանգվածի համար, որոնք տրամաբանել գիտեն, այսինքն որոնց համար ամեն ինչ կես քայլով չի ավարտվում, այլ ասենք առնվազն 2 քայլով, կա քննարկում եւ կա արդյունք։ Քննարկել են փոխանակման հարցը, քննարկվել են փոխանակման մոդելներ, չէ՞, բանարում, բայց չի փոխանակվել։ Չի փոխանակվել, ըստ էության ոչինչ չի եղել։ Մինչդեռ առանց քննարկումի, ասենք, Արցախ են հանձնել։ Պարոն Հակոբյան, այս նստվածքներ, չէ՞, կարող են մնալ, որ գիտեք, այնտեղ քննարկել են ոչ մի արդյունք բացասական չի եղել, դեռ ես չեմ խորանում նրանում, թե արդյոք դա բացասական կարող է լինել, թե չէ, որովհետև այնուամենայնիվ փոխանակման հարց չէր։ Այնտեղ փոխանակման այդպես ներկայացվում է այդ փաստաթղթերը, եթե հրապարակվեն, ասենք կարծում եմ այնտեղ փոխանակման մասին չէ, այլ այսպես ասենք ճանապարհի մասին էր խոսքը, լոգիստիկ ինչ որ հարցեր լուծվում, բայց դա մի կողմ դնենք։
Այսինքն եթե նստված կա, որ նախկինները մեղրու հարց ինչ որ քննարկել են, բայց որևէ բանի չեն հասել, ապա ես կարծում եմ ամենամեծ նստվածքը այն է, որ այս իշխանությունները ոչինչ չեն քննարկել, բայց հանձնել են Արցախը, հանձնել են Հայաստանի տարածքից առնվազն 200 քառակուսի կիլոմետր, հիմա հանձնած է եւ այլը եւ դեռևս պարզ չի էլ ինչ է հանձնվելու։ Պարոն Հակոբյան, լավ, այս հրապարակված թղթերով հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել ամբողջ բանակցային գործընթացի մասին, որոնք են կարևոր թղթերը, որոնք բացակայում են, քանի որ ընդդիմադիրները օրինակ ասում են ընտրողաբար է փաստաթղթերը հրապարակվել, կտորներով է հրապարակվել, չկա ինչպես դուք էլ նշեցիք քիվեստը, չկա հայկական կողմի պատասխանները առաջարկներին։ Դե դուք արդեն պատասխանեցիք հիմնականում, իհարկե բնականաբար քանի որ ես բանակցային գործընթացի մասնակից չեմ եղել, ես կարծում եմ Հայաստանում ընդհանրապես մատերի վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք ինչպես ասում են, օտիդո այս process-ի մեջ են եղել եւ ամբողջական process-ին տիրապետում են, այսինքն այն դետալներով, թե ինչ նամակ ուղարկվեց, այս ինչ վայրը, այս ինչ մարդը ինչ պատասխանեց եւ այլը, բնականաբար ես ինձ վրա չեմ վերցնի այդպիսի պատասխան, որ ասեմ ես ամբողջ process-ի մասին գիտեմ, մենք ուղղակի հիմա երբ նշում ենք, մենք ասում ենք հիմնական էտապային փաստաթղթերի մասին, որոնք չկան այս տրծակում, այսպես ասեմ։ Ես կարծում եմ, նորից եմ ասում, ամբողջ process-ը ընդհանուր առմամբ հայտնի է պրոֆեսիոնալ հանրույթին կամ այն մարդկանց սովորական մեր քաղաքացիների, որոնք հետաքրքրվել են այս ամեն ինչով 90-ական թվականներից սկսած ընդհանուր առմամբ։ Փաստը մնում է փաստ, որ նորից եմ ասում, ամենակարևոր թեման, որը որ հիմա հնչեցվում է, դա 19 թվականի թեման է։ Ես առանձնապես որևէ սկանդալային կամ չգիտեմ բացահայտում ընդհանրապես չեմ տեսնում նույն Սերժ Սարգսյանի նամակում բանին Վլադիմիր Պուտինին։ Դա աշխատանքային, ես կարծում եմ, փաստաթուղթ է, հենց նմանատիպ գուցե բազմաթիվ նամակներ կան, որոնք չեն հրապարակվել, որի մասին մենք խոսում ենք, որտեղ դա աշխատանքային փաստաթուղթ է։ Դա կարող է լինել նամակի տեսքով, հեռախոսազրույցի տեսքով, այդ հեռախոսազրույցի ժամանակ էլ են, չէ՞, նույն բաները քննարկում։ Ես համոզված եմ, որ այս նամակից հետո եղել են նաև բազմաթիվ հեռախոսազրույցեր, եթե չասեմ հանդիպումներ եւ աշխատանքային եւ պաշտոնական, այս առումով ես չեմ հասկանում ինչու է սենսացիան։ Երևի թե դե Նիկոլ Փաշինյանը ըստ էության իր մանիպուլատիվ հիմնական վեկտորը ինչի վրա է ուղղված։ Ինքը ասում է, որ Արցախի հարցը այն գլխից ըստ էության փակողում մեջ էր, այն գլխից խոսքը գնում էր ոչ թե ինքնորոշումը Ադրբեջանի կազմում եւ այլն Ինքը վաճառանկություն է ստացել։ Այո, ինքը դե բնականաբար ինքը հենց դա էլ ասում է, ինքը վաճառանկություն է ստացել, վաճառանկություն է ստացել, զրոյական կետից է սկսել եւ այլն։ Այդ իսկ պատճառով ինքը հիմա արդարանում է, ինքը քանի որ գիտեք ընդհանրապես աբսուրդի մակարդակի է խոսակցությունը գնում, որովհետեւ ըստ էության ասվում է, որ 90-ականների սկզբից հենց Տեր Պետրոսյանի ժամանակահատվածից սկսած Արցախը արդեն հանձնված էր ըստ էության։ Այս փաստաթղթերը իրենք հիմք են հանդիսանում։ Գիտեք, ցանկացած փաստաթուղթ, որը ներկայացվել է Արցախի հարցով, իրենք հիմք են հանդիսանում խոսակցության համար, իրենք վերջնական բաներ չեն, փաստաթղթեր չեն, ընդհանրապես վերջնական փաստաթուղթ այդպես էլ չի եղել, ոչ Կազանյանը, ոչ Լավրովի պլանը, այս 19 թվականի փաստաթուղթն էլ, որին փաստացի Նիկոլ Փաշինյանը որևէ արձագանք չի տվել, ոչ մերժել է, ոչ ընդհանրապես հրաժարվել է բանակցից։ Իգնոր է արել ըստ էության, որը որ ես կարծում եմ նոնսենս է, ընդհանրապես դիվանագիտության մեջ։ Եթե հետևել եք Բայրամովի հարցազրույցին, նա այսպես է ասում, որ հենց այդ բանակցությունները արհամարելը չքննարկելը բերեց հանգեցրեց 20 թվականին։ Դե բնականաբար, եթե գիտեք, եթե բանակցությունների չես գնում, եթե ըստ էության դու անտեսում ես թե միջնորդների ջանքերը, միջնորդների առաջարկները, թե օպոնենտիդ ընդհանրապես բանի տեղ չես դնում, հիշեք, որ թե 19-ին, թե 20 թվականներին ինչ ռետորաբանությամբ է խոսում Նիկոլ Փաշինյանը, գնում էր Արցախ, Հայաստանը եւ վերջ, իսկ 20 թվականի Տաուշի այն փոքր ռազմական գործողությունը Սարդարաբադ դարձավ, չէ,
չգիտեմ, քանի տասնյակ մարտական խաչեր ստացան, հերոս ստացավ, եթե չեմ սխալվում, մի հոգի, այսինքն այն ժամանակ ինքը ասում էր, որ Հայաստանի բանակը ամենամարտունակն է, ինքը շատ լավ ժառանգություն է իմիջիալով ստացել, հենց դրա մասին էլ ասում էր, որ ամենամարտունակ բանակն է, այսինքն այն ժամանակ իր խոսույթը բացարձակապես այլ էր։ Բնականաբար, եթե դու հրաժարվում ես բանակցել, բնականաբար, եթե միջնորդները քեզ սկսում են չհասկանալ, չընկալել առհասարակ, որտեղ դու ոչ հայ ես ասում, ոչ այո ես ասում, ոչ ես ասում, իսկ օպոնենտը էլ ըստ էության այդ մեսեջը ընկալում է որպես մարտահրավեր, այսինքն դու բանակցություններով չես ուզում որևէ բան քննարկես, ապա մնում է միայն պատերազմը, առավելևս, որ այդ պարագայում իրենք ստանում են նաև, այսպես ասենք, հանրային որոշակի աջակցություն, որովհետև իրենք այդ պարագայում դառնում են որպես խաղաղասեր, որպես կոնստրուկտիվ էլեմենտ, իսկ հայկական կողմը այդ ժամանակ դիտարկվում էր որպես կողմ, որը որ խաղաղության դեմ է, որը բանակցությունների դեմ է։ Մինչդեռ մինչև 18 թվականը միշտ հակառակ տենդենսներ, միշտ փաստաթղթից հրաժարվում էին, փաստաթղթին չեմ ասում դա ստորագրելուց, բայց օրինակ Կազանում դրան էր հասել, հա։ Միշտ ոչ կոնստրուկտիվի իմիջ ուներ ադրբեջանական կողմը։ Իդեպ եթե հիշում եք, ինչ որ փուլում Նիկոլ Փաշինյանը ասում էր, ես արցախցիների կողմից ընտրված չեմ, ուստի իրավասու չեմ նրա անունից բանակցություններ վարել։ Այսպիսով նաև այս հիմքով է շատ դեպքերում այդ բանակցություններից հրաժարվում։ Գիտեք, ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը բավականին շատ իրարամերժ բաներ էր ասում, այդ պարագայում թեկուզ ինչպես է դրա հետ շահկապվում, ընդհանրապես տրամաբանական, ինչ կապ ունի Արցախը, Հայաստանը եւ վերջ այդ դեպքում։ Այսինքն ինքը, գիտեք, ինչպես եւ հիմա բավականին շատ իրարամերժ հայտարարություններ է անում, այսինքն պահի կոնյունկտուրայից ելնելով ինչ որ հայտարարություններ է անում, այսինքն միշտ պատճառաբանություն կարող է տանել, այսինքն եթե ինքը չի վարում այդ բանակցությունները, այսինքն եթե ինքը ասում էր, որ քանի որ ինքը արցախցիների կողմից չի ընտրված, ինքը չի վարում։ Այդ դեպքում ինչու էր գնում Արցախ, ինչու էր այնտեղ հանդիպում այնտեղ ղեկավարության հետ, ինչու էր հայտարարում Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ ի վերջո այդ դեպքում, եթե տրամաբանությունից ելավ, ինքը ինչ իրավունքով է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթղթը։ Պարոն Հակոբյան, բայց ամեն դեպքում այս քայլով նաև հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը այնպես արեց, որ ինքը դարձավ օրակարգ թելադրող, իսկ մեր ընդդիմությունը արձագանքող։ Դա փաստ է, դա օբյեկտիվ իրողություն է, ցավոք սրտի արդեն շատ երկար ժամանակ, ընդհանրապես երևի թե այս 7 տարվա ընթացքում շատ հազվադեպ ժամանակահատվածներ են եղել եւ օրակարգը Նիկոլ Փաշինյանը չէր ձևավորում, ես կարծում եմ դա անդիմության ամենամեծագույն սխալներ, բացթողումներ, ես նույնիսկ չգիտեմ դա այսպես ասենք պատճառը ինչու՞մ է, օբյեկտիվորեն ասած, բացի թերևս գիտեք այն սրբազան շարժման մի փոքր ժամանակահատվածից, մոտ 1-1.5 ամիս, երբ փողոցներ, սրբազան շարժումներ, նաև օրակարգ ձևավորում եւ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում, այսպես ասենք, այդ կոտրել այդ տենդենսը, հեծանիվ քշել եւ այլ այդ ժամանակ էր մոտավորապես այդ process-ը, թերևս այդ միակ ժամանակահատվածն էր, երբ փողոցը ընդդիմություններ օրակարգ ձևավորում, մնացած ժամանակ ինքն է օրակարգ ձևավորում, բայց սա մի քիչ այլ տարբերակ է այնուամենայնիվ, որովհետև այնուամենայնիվ նաև ընդդիմությունն է դրթել եւ պահանջել Նիկոլ Փաշինյանից, որ ինքը հրապարակի առնվազն 19 թվականի փաստացի մերժված, նույնիսկ չասեմ, իգնոր արած, հա, անտեսված, արհամարված փաստաթուղթը, որի հետևանքը 20 թվականի պատերազմն էր իր հետևանքներով։ Ես կարծում եմ այնուամենայնիվ այստեղ ավելի շատ օրակարգի ձևավորման մեջ այնուամենայնիվ ընդդիմությունն էլ իր մեծ լուման ունի, ընդ որում ընդդիմության բոլոր սեգմենտները, թե առաջին նախագահի, թե երկրորդ, թե երրորդ եւ ընդհանրապես այստեղ թերևս կա ընդդիմության նաև դերակատարումը, որովհետև ընդդիմությունը փաստացի ստիպեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այս օրակարգի հետևից գնա, իհարկե իր մեկնաբանություններով, մենք տեսանք այդ մեկնաբանությունները, այս հրապարակված փաստաթղթերում, հա,
մեկնաբանությունը կառավարության ըստ էության ներկայացված փաստաթղթերի այդ բանում փնջում կային հոդվածներ, մեկնաբանություններ, ասենք, որոնք բնականաբար մի մարդ կա, որ կարող էր գրել, երևի Նիկոլ Փաշինյանն է, դրա հեղինակը այս առումով։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ինքը ստիպված է այնուամենայնիվ 19 թվականի փաստաթուղթը հրապարակել, իսկ որպեսզի մեղմացնի այն մեղադրանքները, որտեղ սա արդեն փաստացի իրավիճակ է, փաստաթուղթ կա, որը որ ապացուցում է, որ ընդդիմությունը ճիշտ էր ասում, որ նման տարբերակ եղել է, ինքը հերքում էր, ինքը որպեսզի մեղմացնի, պարզ է, որ ինքը իր բացատրությունները ունի, իր մանիպուլյացիաները ունի, այստեղ ասենք առաջ է քաշվում ինչ որ առաջի պլան այս բանի թեման։ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին նամակ է գրել, լավ է արել։ Բոլոր նախագահներն են, նորից եմ ասում, գործընթացի ընթացքում հազար ու մի հարցով նամակներ են գրում, հեռախոսազրույցներ են, հանդիպում են, եթե պետք է, մի ժամով են հանդիպում օդանավակայանում, բայց հարցը լուծում են։ Ի վերջո մենք տեսանք, որ այդ նույն 19 թվականի փաստաթղթում որոշ դրույթներ, որով Սերժ Սարգսյանը դիմել էր Վլադիմիր Պուտինին, ներառված էին, այսինքն այդ կարծիքը այնտեղ ներառված էր, այսինքն հարց լուծելու, բայց երկրի ղեկավարը ինչպես պետք է երկրի հարցերը լուծի, անվտանգային կամ տնտեսական, եթե ոչ դիմելով իր գոլեգային, ըստ էության երբեմն նաև բավականին կոշտ, երբեմն, այսպես ասենք, ավելի մեղմ, այստեղ ես որևէ նոնսենս չեմ տեսնում, այստեղ մեկնաբանության հարց է, ինձ համար բնական է, որ իշխանությունը պետք է այդ ամեն ինչը մեկնաբանի իր տեսանկյունից, ընդդիմությունը բնականաբար պետք է իր տեսանկյունից։ Այստեղ խնդիրը նայում է, որ ես կարծում եմ իրավիճակը այնքան պարզ է այս 19 թվականի փաստաթղթի հետ, որ այստեղ Նիկոլ Փաշինյանն է գիտեր, որ դա իր ամենաթույլ տեղն է, ուղղակի փորձել է հնարավորինս շուտ դա հրապարակել, այլ որպեսզի ընդդիմությունը դա չհրապարակի, որովհետև եթե նույնիսկ ընդդիմությունը որպես գաղտնի փաստաթուղթ դա հնարավորություն չունենար իրավական տեսակետից հրապարակել, ես չգիտեմ ինչու վստահ եմ, որ ասենք Մինսկի խմբի որևէ երկրից այդ փաստաթուղթը ապաշտոնապես հրապարակեին, առավելևս որ դա արդեն վաղուց ժամկետանց է, որովհետև ոչ Մինսկի խումբ կա, ոչ Արցախի կարգավիճակի հարց կա եւ այլ եւ այլ։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իմ ասած այդ վակցինացիան արեց։ Պարոն Հակոբյան, խոսենք նաև եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունից, այսպես գնալով լարվում է, հա։ Մենք տեսնում ենք, որ ամեն շաբաթ գնում է մի եկեղեցի ու այսպես քահանաները, եպիսկոպոսները մեծ հաճությամբ, մեծ սիրով պատարագ են մատուցում, ձեռք սեղմում, խոներում ու սրան զուգահեռել հաջորդ շաբաթ եպիսկոպոսաժողով է սպասում արդեն մայրաթոռում։ Այս իրադարձությունները համադրելով առաջիկա մի զարգացումներ են հնարավոր կլարվի իրավիճակը, թե ի վերջո հնարավոր է հանգուցալուծում տրվի։ Գիտեք, շատ բան կախված է իհարկե այս եպիսկոպոսական այս ժողովում ինչ դիրքորոշում կընդունի եկեղեցու հայ առաքելական եկեղեցու վերնախավը վեհապարի գլխավորությամբ։ Այսինքն ես կարծում եմ հիմա արդեն ժամանակն է, որպեսզի հայ առաքելական եկեղեցու վերնախավը բավականին կոշտ դիրքորոշում ձևավորի, այսինքն նույն այդ մոտարապես անի այն, ինչ որ գրված էր բանտում նստած սրբազանների նամակում, այսինքն կարգալույծ արվեն նրանք, ովքեր որ փաստացի դավաճանել են հայ առաքելական եկեղեցին։ Բայց գուցե սա ավելի լար է իրավիճակը, ինչպես եղավ օրինակ նույն Ստեփան Ասատրյանի դեպքում, ով հիմա դուռը կողպել է Հովանավանքի։ Գիտեք, ես կարծում եմ, որ այլևս ավելի մեղմ ճանապարհի տարբերակներ չկան ընդհանուր առմամբ, որովհետև բոլոր կարմիր գծերը վաղուց են հատվել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է վտանգավոր ճանապարհով ըստ էության քանդում է հայ առաքելական եկեղեցու բարեհոգեբանական իմիջը ընդհանուր առմամբ, այսինքն եւ կառույցը փորձում է ամեն դեպքում, դա այդքան հեշտ չի իհարկե, որովհետեւ շատ ավելի հեշտ է քաղաքական որևէ ինստիտուտ քանդել, որովհետեւ այդտեղ ոչ ցանցային բնույթ ունի, ոչ պատմություն ունի, ոչ հեղինակություն, ոչ լոբիստական ընդունակություններ եւ այսպես ասեմ չի հանդիսանում
մեծ մի այլ համակարգի մաս, այսինքն եկեղեցական մեծ համակարգի մաս այս առումով։ Դա շատ ավելի դժվար է, որովհետև դու կարող ես այնուամենայնիվ մի եկեղեցի օրինակ գրավես, ինչպես Հովանավանքում է, բայց դա չի նշանակում, որ օրինակ ասենք կողքի մարզումն այդ ամեն ինչը կարող է լինել, ել չեմ խոսում, որ քանի որ հայ առաքելական եկեղեցին համաշխարհային ցանցային կառույց է, դա մեծ փաստ չի, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը անի այն, ինչի մասին շատերը կասկածում են, որ կփորձի ըստ էության երկրորդ փաստացի եկեղեցին ստեղծի կամ ինչպես ասում են կոոպերատիվ եկեղեցին Հայաստանի հայ առաքելական եկեղեցին ստեղծի, ապա օրինակ մյուս թեմերը, ասենք Ռուսաստանի օրինակ, իրենք ենթարկվելու են։ Դա նշանակում է, որ ըստ էության հայ առաքելական եկեղեցու ստրուկտուրան այն պատմական ձևը, որ կար, ինքը քանդվում է, այսինքն այստեղ ամենագլխավոր խնդիրն է Նիկոլ Փաշինյանը լուծում լավագույն դեպքում, այսպես ասենք, չհասկանալով, լավագույն դեպքում եմ ասում, ինքը ըստ էության հայ առաքելական եկեղեցու այդ համաշխարհային նշանակության ազդեցությունը նվազեցնում է առնվազն այդ ազդեցիկ կառույցը։ Դրանով է պայմանավորված, որ շատ փորձագետներ եւ քաղաքական շրջանակներ համարում են, որ դա արտաքին պատվեր է, արտաքին պատվեր, ընդ որում այստեղ խոսքը նույնիսկ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է, այլ գեոքաղաքական այն նոր վերաձևավորումների տիրույթում է այս ամեն ինչը դիտարկվում, որը որ սպասում է աշխարհին։ Այսինքն դուք եք այն տեսակետը կիսում, որ սա ավելի շատ դրսից եկած ինչ-որ պահանջ։ Ես կարծում եմ սա դրսից եկած պահանջ է, դա գեոքաղաքական պրոյեկտ է, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձել են տեղավորվել եւ իրենց շահ առաջ քաշեն, այդ թվում նաեւ հայտարարելով, որ հայ առաքելական եկեղեցին դա եւ Սփյուռքն են ամենագլխավոր խնդրը, պայմանական ասած ռևանշիզմի բունը ընդհանուր առմամբ, իրենք իրենց շահն են ուզել։ Նիկոլ Փաշինյանը փորձում է տեղավորվել այդ տիրույթի մեջ իր ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար, նախ եւ առաջ վերարտադրվելու իր առաջիկայում խնդիրը լուծելու համար, որովհետեւ իդեմս հայ առաքելական եկեղեցու այն տեսքով, որը որ այսօր կա, այն վեհապարով եւ եպիսկոպոսների սրբազանների մեծ մասով դա իր կողմից չվերահսկվող ինստիտուտ է, որը որ այլընտրանքային գաղափարախոսություն է քարոզում ամբողջ աշխարհով, այլընտրանքային արտաքին քաղաքականություն է ըստ էության հրամցնում հանրությանը, դրսի հանրությանը եւ ինչու՞ չէ նաեւ քանի որ հայ առաքելական եկեղեցու հոգևորականները դրանք նաև այսպես ասեմ բավականին լուրջ քարոզիչներ են, իրենք դա այն ոլորտն է, դա այն բացառիկի ոլորտն է, որտեղ իրենք բացառիկ են բաներից են, որոնք կարող են մրցել Նիկոլ Փաշինյան քարոզիչի հետ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մանիպուլատիվ ընդունակությունները։ Այսինքն այդ կառույցը ինքը անվերահսկելի է, ցանկացած անվերահսկելի կառույց, առավելևս ցանցային, ռեսուրսային եւ քարոզչական լուրջ հնարավորություններ ունեցող կառույցը ընտրական շրջանում մրցակից է իր համար ընդհանուր առմամբ։ Եթե մրցակից են մամուլը, մրցակից են ինչ-որ լրագրողները, չգիտեմ, քաղաքական գործիչները, եթե վերահսկողություն, առավելևս հայ առաքելական եկեղեցին։ Ձեզ շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար։ Կհանդիպենք։